Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ։ Դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ եւ դուք լսում եք Խաղի կանոններ հաղորդաշարը, որ իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրը Աստղիկ Վահանյան, սպառողների շահերի պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր կխոսենք մոլորեցնող քեշբեքների մասին։ Երբեմն հասարակությունում տարբեր մարդիկ կարծում են, որ բանկերը վերահսկվում են միայն կենտրոնական բանկի կողմից, բայց բանկերում կան բաժիններ եւ մեխանիզմներ առհասարակ, որոնք ուղղված են բարելավելու սպառողների շահերի պաշտպանությունը եւ առհասարակ վերահսկելու մրցակցությունը։ Երբեմն բանկերը հրապարակում են այնպիսի հոլովակներ, գովազդներ, որ սպառողը տեսնելիս կարող է ընկնել մոլորության մեջ եւ հետո իրականությանը բախվելիս հասկանում է, որ դա այն չէ, ինչ պատկերացրել է եւ առհասարակ ինչ տեսել է, ինչ սպասել է։ Առհասարակ երբեմն ու բանկերը դա բարձաբանում են նրանով, որ դա ընդհանրապես ինչ որ հատված է եւ մարդիկ մի հատվածը տեսել են, ուղղակի իրենք պետք է ծանոթանան ամբողջությամբ։ Արդյոք սպառողը պարտավոր է կարդալ պայմանագիրը, պայմանները ամբողջությամբ, նույնիսկ այն պահերը, երբ շատ մանր տառերով ինչ-որ պայմաններ են գրված։ Խոսենք սրա մասին։ Շնորհակալ եմ շատ։ Այո, դուք ճիշտ նկատեցիք։ Մեր հասարակության մոտ կա այսպիսի մի կարծրատիպ, որ բանկերը եւ առհասարակ ֆինանսական կազմակերպությունները վերահսկում են միայն կենտրոնական բանկի կողմից, մինչդեռ մրցակցության օրենսդրությունը եւս վերահսկում է այս ոլորտը եւ ավելին հանձնաժողովի կողմից վարվող տեղեկատվության ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում այս ոլորտից եւս հանձնաժողովը սկսել է բավականաչափ բողոքներ ստանալ սպառողներից։ Բայց միաժամանակ հանձնաժողովը միշտ ուսումնասիրում է ոլորտի ուշադրության կենտրոնում է պահում եւ առաջին իսկ չարաշահման դեպքում արագ արձագանք է տալիս խնդրին։ Ինչ վերաբերում է ձեր ներկայացրած հարցին, սպառողի կողմից ցուցաբերվող ողջամիտությունը, այո, պետք է լինի։ Սակայն մենք չենք կարող ասել, որ սպառողը պարտավոր է ամբողջությամբ եւ մանրակրկիտ կարդալ ամբողջական կնքվող պայմանագրերը։ Սպառողը պարտավոր չէ պարզելու, թե արդյոք գովազդային հրապարակման առաջնային հատվածներում նշված տեղեկատվությունը իրական է, թե ոչ։ Երբ որ սպառողը տեսնում է գովազդ հրապարակում, պաստառ, բանյեր, ցանկացած տեսակի գովազդի միջոցով իրականացվող արշավներ, սպառողի մոտ առաջին հերթին հենց ֆիքսում է սկզբնական տեսածը եւ ընկալումը դա է։ Տնտեսվարողը պարտավոր է էական պայմանները ներկայացնել նույնքան ընթեռնելի եւ պարզ, ինչքան ներկայացնում է սպառողի համար առաջարկվող ակնկալվող օգուտը։ Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք բանկերի կամ այլ կազմակերպությունների ֆինանսական կողմից առաջարկներ, որտեղ օրինակ նշված է 20% քեշբեք, հա, մեծ տարերով, գունային այլ համադրություններով, սպառողը չպետք է մտածի, որ մեկ այլ տեղ նշած որևէ մանրամասներում նշած ինչ-որ պայման կամ դրույթ կարող է հակասել առաջնայինին։ Մենք խոսում ենք այն սպառողի մասին, ով գնում է հաց, փակում է հաշիվ, ընտրում է որևէ բանկային քարտ եւ ընդհանրապես պարտավոր չէ որոշակի խորը գիտելիքներ ունենա ոլորտի վերաբերյալ կարգավորվող ակտերի մասին։ Այսպես օրինակ, երբ բանկը գովազդում է 20% քեշբեք, սպառողի միտքը ֆիքսում է հենց 20% քեշբեք հասկացությունը։ Դա մարքեթինգային գործիքի ամբողջ էությունն է։ Սպառողին գրավում են քարտերի միջոցով ավելի շատ գործարքներ կատարելու եւ ստեղծում է տպավորություն, որ ծախսելով ավել գումար է ստանալու սպառողը։ Հետո երբ քաղաքացի նկատում է արդեն արշավի վերջում ակնկալվող քեշբեկից ավելի քիչ գումար եւ դիմում է համապատասխան սպասարկող բանկին, բանկի կողմից առաջին պատասխանը, որ հնչում է դեպի սպառողը, դա հետեւյալն է. ծանոթացել եք մանրամասներին։ Այսինքն հարցը ոչ թե այն է, թե սպառողը պետք է ավելի ուշադիր լինի կամ ամբողջապես տիրապետի տեղեկատվությանը, այլ որ օրենքը պարտավորեցնում է տնտեսվարողին ներկայացնել էական պայմաններ հասկանալի եւ ընթեռնելի տեսքով։ Եթե գովազդում նշվում է քեշբեկի կոնկրետ թիվ, որը հենց սպառողի ակնկալիքն է այս առաջարկից, ապա դա պետք է իրականանա։ Եթե կան որևէ այլ բացառություններ, ապա սպառողը պետք է ապա դրանք պետք է նշվեն նույնքան ակնհայտ, որքան սպառողի համար ակնկալիքը, օգուտը։ Մենք չենք կարող սպառողին բեռնել կնքվող պայմանագրի ամբողջությամբ կարդալու պատասխանատվությամբ, երբ բանկը հենց ինքը ընտրում է ավելի հեշտ ու գրավիչ տարբերակը։ Օրենքը հստակ սահմանում է, որ պետք է գովազդը լինի հավաստի, բայց արդյոք օրենքը սահմանում է նաև, թե որն է անընթեռնելի տառաչափը կամ թաքնված պայմանը, որովհետև երբեմն հենց սրանք են մոլորեցնում սպառողին եւ վերջում սպառողին տանում այնպիսի կետի, որ ստիպված ընդունում է պայմանները այն դեպքում, երբ դրանք չէին համապատասխանում իր սպասելիքներին եւ այն ամենին, ինչ ինքը կարդացել ու տեսել էր։
Այո, հանձնաժողովը իր գործունեության ընթացքում առաջնորդվում է միջին սպառող հասկացությանը, որը լայնորեն կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում եւ դատական համակարգում։ Այսինքն մենք գնահատում ենք գովազդը ոչ թե տնտեսագետի կամ ֆինանսիստի կամ իրավաբանի տեսանկյունից, այլ միջին սովորական սպառողի ընկալման տեսանկյունից։ Եթե քաղաքացին տեսնելով գովազդը ստանում է մի խոստում, որը իրականում այն օգուտը չէ, որը որ ստանալու է արշավի վերջում, ապա այստեղ առկա է արդեն մոլորեցում։ Անկասկած կա որոշակի գնահատման ազատություն եւ դա անխուսափելի է, բայց օրենքը թե Հայաստանում, թե միջազգային պրակտիկայում տալիս է բավականին կոնկրետ չափանիշներ։ Գործող օրենսդրությամբ մոլորեցնող գովազդի համար առկային չափանիշներ, որոնք են օրինակ տեղադրման վայրը, հրապարակման ձևը, դրած տառաչափը, գունային համադրությունը եւ այլն։ Իսկ եթե բանկը գովազդում է մեծ տարերով 50% քեշբեք, իսկ էական պայմանները գրում է անհամեմատ ավելի փոքր, կամ որը հիմնականում ավելի ակտուալ է, երբ որ հղում է դրվում եւ անսեք հղումով մանրամասներին ծանոթանալու համար կերպով է ներկայացնում, այստեղ արդեն սպառողը լրացուցիչ որևէ քայլ պետք է կատարի, որպեսզի ծանոթանա մանրամասներին, ինչը օրենքով արդեն իսկ մոլորեցման դրսևորում է։ Կան օրենսդրական կարգավորումներ, ինչպես էր խոսքում նշեցիք, նաև միջազգային պրակտիկայում։ Արդյոք միջազգային փորձում եւս կան այնպիսի բանկեր կամ ֆինանսական ընկերություններ, որոնք դիմում են այս մարքեթինգային քայլին եւ փորձում են խաբեությամբ, այսպես ասած, փորձել դեպի իրենց քաշել եւ իրենց կողմը տանել սպառողներին։ Միջազգային փորձում պրակտիկայում սա ինչպես է կարգավորվում եւ ինչպես են պայքարում սրա դեմ։ Ընդհանրապես ֆինանսական ոլորտը ամբողջ աշխարհում համարվում է ռիսկայիններից մեկը, հատկապես սպառողների մոլորեցման գործունեության փուլում։ Եվրոպական միությունում օրինակ գործում է անբարեխիղճ առևտրային պրակտիկայի մասին դիրեկտիվը, որը արգելում է էական տեղեկատվության թաքցնումը, թեկուզ լինքերով, հղումներով, որ դրվում է հրապարակումների մեջ։ ԱՄՆ-ում սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն եւ առևտրի դաշնային ֆեդերալ հանձնաժողովը կիրառում է սկզբնական տպավորության կանոնը, եթե գովազդի ընդհանուր տպավորությունը մոլորեցնող է, ապա բանկին չի ազատում արդեն պատասխանատվությունից այն, որ որևէ տեղ նշված է եղել որևէ մանրամասն։ Միջազգային պրակտիկայում կան բազմաթիվ դեպքեր, երբ վերահսկող մարմինները բանկերին պարտավորեցրել են հետ վերադարձնել սպառողներին չվճարված, ինչ որ սահմանաչափի արդյունքում չվճարված քեշբեքերի մասերը։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, հանձնաժողովը ինքնին քաղաքացիաիրավական փոխհատուցումներ չի բռնագանձում, դա ավելի շատ դատարանների եւ ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունն է, սակայն հանձնաժողովի որոշումը կարող է դատական գործունեության սկզբի համար լինել որպես հիմք։ Վերջերս հանձնաժողովի կողմից իրականացվել են շուրջ 7 վարույթներ կապված ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունների հետ, վարույթները արդեն ավարտվել են, որոշումներով հանձնաժողովի կողմից տրվել է հանձնարարություններ բանկերին, մասնավորապես, որ սպառողներին իրենց կողմից առաջարկի արդյունքում սահմանաչափի կիրառման արդյունքում չվճարված քեշբեքերի մասերը փոխանցվեն սպառողներին համապատասխանաբար, ինչպես նաև նշեմ, որ արդեն ունենք երկու բանկ, ով իրականացրել է հանձնարարությունը եւ տեղեկացրել է հանձնաժողովին, որի արդյունքում արդեն 2.5 միլիոն դրամ համապատասխանաբար փոխանցվել է սպառողներին։ Դուք շատ հետաքրքիր միջադեպ ներկայացրիք, երբ օրինակ միջազգային պրակտիկայում պարտավորվել են ինչ որ չափով փոխհատուցել վնասը։ Արդյոք մի փոքր ավելի հստակ խոսենք, դուք նշեցիք վարույթներ եւ այլն, ավելի մանրամասն խոսենք հայաստանյան տիրույթում իրավիճակի մասին։ Այո, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրինակ Bank of American կամ American Express-ը համապատասխանաբար 30 եւ 230 միլիոն դոլարի տուգանք են վճարել հենց մոլորեցնող պրակտիկայի համար։ Եվ միջազգային պրակտիկայում ոչ միայն պատասխանատվության են ենթարկում, այլ նաև փոխհատուցման են բերում սպառողներին, ինչը որ մենք նաև օգտագործել ենք մեր վարույթներում։ Ինչպես նշեցի, միջազգային պրակտիկայում այս սկզբնական տպավորության գործիքը, որը օգտագործվում է հիմնականում ԱՄՆ-ում, մենք կիրառեցինք մեր որոշումներում եւ արդյունքում այդ 2.5 միլիոնը արդեն ունենք փոխանցված սպառողներին, իսկ մնացածը դեռևս գտնվում են ընթացքի մեջ։ Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ հանձնաժողովի կողմից ներդրված սպառողի օգնական հարթակի միջոցով շատ բողոքներ մուտք գործելով հանձնաժողով արդեն լուծվում են 14-օրյա ժամկետում եւ չենք հասնում այդ վարույթի իրականացման երկար process-ին եւ վերլուծությունը ցույց է տվել, որ հանձնաժողով ներկայացված բողոքների 80%-ը լուծվում է 14-օրյա ժամկետում եւ այս մեխանիզմը շարունակաբար մեր կողմից կատարելագործվում է։
Երբեմն երբ սպառողը տեսնում է 5%, 10%, 20% քեշբեք, երբեմն մտածում է անվճար օգուտ քաղելու ինչ որ փորձի եւ ուղղության մասին, այսինքն գայթակղվում է։ Արդյոք սա հոգեբանական հնարք չէ եւ արդյոք բանկերը չեն օգտվում այս հնարքից։ Սա շատ խորքային հարց է։ Այո, քեշբեքը մարքեթինգային հզոր գործիք է, որը հիմնված է վարքագծային տնտեսագիտության վրա։ Սպառողը քեշբեք լսելիս հասկանում է, որ կարող է ծախսել եւ գումար վաստակել։ Հանձնաժողովի նպատակը մարդկանց փոխարեն որոշումներ կայացնելը չէ։ Մեր նպատակը ապահովելն է, որ այդ ներկայացվող առաջարկները լինեն ազնիվ։ Եթե քեշբեքը ռեալ է եւ սպառողը ամբողջովին տեղեկացված է բոլոր մանրամասներին, ապա այս ամենը ազնիվ է։ Բայց եթե մարդուն հոգեբանորեն, այսպես ասած, որսում են 50% քեշբեք արտահայտությամբ եւ վերջում պարզվում է, որ սպառողը իր ակնկալվող գումարից շատ ավելի քիչ գումար է ստացել, սա արդեն սպառողական վստահության չարաշահում է եւ մոլորեցում։ Այստեղ արդեն ազնիվ առաջարկը բացակայում է։ Մենք պաշտպանում ենք սպառողի ճշգրիտ տեղեկատվության հիման վրա որոշում կայացնելու իրավունքը։ Հիմա պետք է արդյոք, որ պետությունը միջամտի։ Կարծում ենք, որ պետք է եւ այստեղ բնավ անձնական ընտրության սահմանափակման հարցը չէ, այս այլ ընտրության հիմքի պաշտպանությունն է։ Սպառողի ազատ ընտրությունը ենթադրում է, որ սպառողը ամբողջական եւ ճշգրիտ ինֆորմացիային տիրապետում է։ Եթե ճշգրիտ եւ ամբողջական ինֆորմացիա սպառողը չունի որևէ առաջարկի մասին, ապա այստեղ արդեն չենք կարող կոչել, որ ազատ ընտրություն է իրականացվել։ Դա նույն բանն է, երբ մենք պարտադրում ենք, որ սննդի արտադրողները նշեն բաղադրությունը, որպեսզի սպառողը իմանա, թե ինչ է գնելու։ Որպեսզի պայմաններում քեշբեքի պայմանները նույնպես պետք է լինեն լրիվ ընթերցելի, թափանցիկ եւ որպեսզի քաղաքացին կարողանա հասկանալ եւ ազատ ընտրություն կատարել։ Մեր դերը չէ ասել քաղաքացուն, թե ինչ գնի կամ չգնի, որն է որից լավը։ Մեր դերը ապահովելն է, որ նրա ընտրության հիմքում ընկած տեղեկատվությունը լինի ճշգրիտ եւ խոստացվածը իրականանա։ Սպառողի ակնկալիքը, սկզբնական ակնկալիքը եւ վերջնական ստացածը պետք է համապատասխանի իրար։ Եվ եթե սպառողը բախվել է նմանատիպ խնդիրների, խախտվել են իրավունքները, սպասելիքները չեն արդարացել եւ առասարակ զոհ է դարձել խաբեության կամ ինչ-որ մոլորության, ինչպես դիմի ձեզ, որ լինի պաշտպանված։ Հանձնաժողով դիմելու համար ունենք, կարելի է ասել, 3 տարբերակ։ Մեր հեռախոսահամարը 060 830 840 մշտապես թեժ գծի համարն է, որը ակտիվ է, կարող են դիմել սպառողի օգնական գործիքի միջոցով, որը ինչպես նշեցի, շատ արագ արձագանքման կետ է դարձել սպառողների համար, քանի որ երկարաձիգ վարույթների փոխարեն։ Մի փոքր խոսենք հենց այդ կներեք, այդ գործիքի մասին, թե ինչպես հենց այդ գործիքով դիմեն ձեզ։ Իհարկե, սպառողի օգնական գործիքով մեզ դիմելու համար անհրաժեշտ է competition.am կայք մուտք գործել, որը պաշտոնական կայքն է հանձնաժողովի, ներքևի հատվածում կտեսնեն փոքրիկ մարդուկ։ Մարդուկի վրա սեղմելուց սպառողի օգնական գործիքը մուտք կգործեն եւ որտեղ կա նաեւ տեսահոլովակ, որը մանրամասն ցույց է տալիս, թե ինչպես պետք է բողոքը ճշգրիտ ներկայացնել եւ լրացնել ձևը, բոլոր տարբերակները հնարավոր նշված է։ Բողոքը ներկայացնելուց հետո հանձնաժողովը ստանում է բողոքը եւ երկշաբաթյա ժամկետում արդեն տնտեսվարող սուբյեկտը պետք է լուծի սպառողի բողոքը։ Երկշաբաթյա ժամկետում չլուծելու դեպքում արդեն նոր հանձնաժողովը կարող է դիտարկել վարույթ հարուցելու հարցը։ Այսինքն գործիքը թույլ է տալիս, որ երկար 1 ամիս, 2 ամիս վարույթ տևելու փոխարեն, տևական ինչ-որ ժամանակաշրջանի փոխարեն 14-օրյա ժամկետում սպառողի խնդիրը արագ լուծելի է դառնում։ Եվ իհարկե competition.am-ով պարզապես դիմում բողոքները կարող են ներկայացնել մեզ եւ հանձնաժողովը մշտապես սպասում է ձեզ։ Եվ քանի որ մեր եթերաժամանակը մեզ թույլ է տալիս, մի փոքր անդրադառնանք նաեւ այն հարցին, թե բանկերը այսօր առհասարակ ինչ գործիքների միջոցով են փորձում մոլորեցնել սպառողին, որ սպառողը լսի եւ հասկանա, թե որտեղ պետք է առավել զգուշավոր լինի։ Հիմնական գործիքները, որ օգտագործվում են բանկերի կողմից, դա բնականաբար սոցիալական մեդիան է, Facebook, Instagram, անգամ Telegram-յան հարթակները, ալիքները, բայց նաև շատ ակտուալ են բանյարները եւ պաստառները, դրսում փակցված պաստառները։ Իհարկե օրենքը տարբերություն չի դնում, որ հարթակում կամ ինչ ձևով ես դու գովազդը ներկայացնում։ Օրենքը այդ բոլորի համար հստակ մեկ կարգավորում ունենք, որ գովազդի մասին հիմնական բոլոր պայմանները էական պետք է ներկայացվեն սպառողին հենց առաջին տեսանելիության փուլում։ Երբ որ սպառողը տեսնում է դրսում պաստառ, ապա պաստառի վրա պարտադիր պետք է նշված լինի, որ կան որոշակի մանրամասներ, դե պաստառի վրա հնարավոր չի, չէ, ուրիշ ձև լինք դնել եւ այլն, բայց պետք է որևէ կերպ նշվի, որ սպառողը հասկանա, որ կան որոշակի մանրամասներ, որոնք չպահելու դեպքում գուցե առաջարկից չկարողանան օգտվել սպառողները։
Հիմնականում Facebook-յան եւ Instagram-յան հարթակներում են խնդիրները, երբ որ հրապարակմանը կից դրվում է հղում, իսկ հղումը տանում է բանկի պաշտոնական կայք։ Իրականում Այդպես պետք է կարգավորվի դա։ Խնդրահարույց էր, քանի որ շատ կարծիքներ են լինում, որ միտեղ կա նշած ամբողջական տեղեկատվություն կարող են կարդալ, բայց օրենքով մենք ունենք հստակ սահմանափակում, որ սպառողը լրացուցիչ որևէ քայլ չպետք է անի, որպեսզի կարողանա հասկանալ արդյոք մասնակցում է, արդյոք սա ճիշտ էր, արդյոք 20% էր, միգուցե 20% չէ, այսինքն երբ որ դուք նշում եք երբ որ բանկերը նշում են 50% cashback, բայց կայքում որևէ հատվածում պայմանագրի մի կետ նշում է առավելագույնը 10,000 դրամ, ես ակնկալելով, որ իրականացնել եմ 200,000 դրամի գնում եւ ստանալու եմ 100,000 դրամ cashback, արդեն չի իրականանում իմ սպասելիքը։ Այո։ Շատ լավ, շնորհակալություն, որ եկաք մեր տաղավար եւ խոսեցինք այս կարևոր թեմայի շուրջ։ Ես հիշեցնեմ ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը, ես Գայա Սոյանım կհանդիպենք։